դարիներով այս Թուրքիա-Հայաստան նորմալիզացիա process-ի համար աշխատիմ եւ իմ երազս է անե որ այս սահմանը թող բացվի, օր առաջ բացվի եւ գարձեմ կալդարի հումարին կամ փետրվարին գնալ շատ լավ զարգացումներ պիտի տեսնենք Նախ եւ առաջ անշուշտ կարծեմ ասիկա պիտի ըլլա երրորդ երկրների քաղաքացիները համար ասփացումը հունվարին եթե ամեն ինչ լավ է անգեհետ հուսամ քանի ամիսի մեջ Թուրքիա եւ Հայաստանի քաղաքացիներն Թուրքիա եւ Հայաստան պիտի գարանար տալ Աստեսակալ զարգացումներ կսպասեմ եւ շատ հիմա աբական փայլուն տեսնամ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիայի համար Այլ մանրամասներ չեն հաղորդում սահմանների բացման վերաբերյալ այդ պայմանավորվածությունները երբ են ձեռք բերվել ինչ հարցերի շրջանակներում ինչ քննարկումների շրջանակներում Թուրքիա հիմա առաջ շարժել գուզե անգարևոր է հիմա անդեսակ որոշում մգա Անկարայի մեջ բայց ամենամեծ արգելքի գիտեք այս Ադրբեջան եւ Թուրքիա ունի երկու երկր մենք համայնք քաղաքականություն եւ հիմա այս երկու process-ը միասնապար քալելու արիթմ ունի անգարևոր է հիմա մեկը մյուսին արգելքներ Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոնը եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոն մեկը մյուսին արգելքներ հիմա երկուքը միասնապար գնարկալ է եւ այս ամիսները շատ որոշիչ բդելա Թուրքիա-Հայաստան նորմալիզացիոյի եւ Հայաստան-Ադրբեջան նորմալիզացիոյի եւ եթե արամիդիալ երկրներն քիչ մը օգնե կարծեմ Թուրքիա համոզելի համար եւ Բաքուի նախագահ Ալիևը համոզելի համար կարծեմ ամեն ինչ գնա շարժել միասնապար Ըստ Թուրքիան ինչ է ծրծրում սահմանների բացումը Հայաստանի հետ Թուրքիա հիմա քանի մի դարի բար արդեն գիտենք 2012 թվականին Էրդողանը հոսք մտավ որովհետեւ այս սահմանը պիտի Փանա եւ նախ առաջ երրորդ երկրների քաղաքացիների համար բայց դժբախտաբար արամիդիալ երկրները գարզեց որ Էրդողան արամիդիալ երկրները ասկեչ շատ քող պիտի լա բայց դժբախտաբար Էրդողանը կրեդիտ մեջ տեսավ շահմը չտեսավ արամիդիալ երկրներն եւ Ալիևը բարոն Էրդողանը զանգեց եւ ըսավ Պետք չէ որ փանաս սահմանը մինչև այս հրամանդամ եւ երկրորդ ըսավ որ Ալիևի նեֆտ ընկերությունը Սոկարը ներդրում պիտի ունի 8 միլիարդ դոլարնոց Էրդողանը օպորտունիստ նախագահ մնե եւ իր շահը հաշիվ մգնե ինչ շահ ունիմ ինչ կորուստ ունիմ եւ դժբախտաբար արամիդիալ երկրները շահ չտեսավ եւ դժբախտաբար աս սահմանը Թուրքիա-Հայաստան սահմանը կոչ մնաց բայց հիմա գարձեմ Թուրքիան Ադրբեջանը հասկացավ աս օգոստոս 8-ի պայմանագրերն հետո որ հիմա ժամանակն է առաջ շարժելու ժամանակն է եւ անդեսակ որոշումը կա Անկարայի մեջ կարծեմ լավ զարգացումներ պիտի տեսնենք հունվարին Պարոն Թադյան ասացիք որ եթե ամեն ինչ լավ գնա այլ որ իրադարձությունները պետք է լավ գնան եւ ինչ խոչընդոտներ կան այս պահին որովհետեւ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ասաց, որ եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ապա առաջին բեռնատարը գալիս է ծորենով եւ ապաշրջափակումը արդեն իրականություն է։ Այդ դեպքում Թուրքիան ինչին է սպասում ապաշրջափակման համար եւ սահմանը բացելու համար։ Հիմա Թուրքիան հիմա դեսավ որ գրիվներով Թուրքիա ամեն ինչ գործունեություն 2020 թվականի գրիվով Թուրքիան գարզեց որ Թուրքիան շահմը բիդու գովգասի մեջ բայց ամբես չեղավ Ռուսաստանը շահ ունեցավ մյուս երկրները շահ ունեցավ բայց Թուրքիան գործունեություն Թուրքիան հասկացավ որ մինակ հաոտյան ջամփայով թուրերը փանալով եւ ջամփաները փանելով Թուրքիա շահ կունենալ ասիկա հասկացավ եւ Թուրքիան հիմա գոմից է որբեսի սահմանները փանանք հաոտյան process-ները առաջ շարժենք եւ նորմալիզացիա process-ները առաջ շարժենք այսօր համար գարզեմ շատ մեծ արիթի բադուհամ մկա Թուրքիան գոմից է բայց հիմա բարոն գարզեմ նախագահ Ալիևը հաշիվ մգնե ինչ պիտի գործեն ինչ շահեր բդունանա այսօր փանալիննալ զարգացումներն են եւ ներդրումներն է Թրամփ ջամփայի ներդրումը պետք է օր առաջ
պետք է առաջ շարժվի եւ մյուս թուրերը բացումնալ Թուրքիան Ադրբեջան շիդակ ջամփամը գա եւ այս ջամփան եթե փանանք Թուրքիան ընկերությունները ասկեշահ բիդունանա Հայաստան ընկերությունները եւ Ադրբեջան ընկերությունները ասկեշահ բիդունանա ասոր համար ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժել կամ ամեն ինչ գնա վադանալ ասոր աս ամիսները շատ որոշիչ բիդելա Թուրքիա Հայաստան Ադրբեջան հարաբերությունները համար Պարոն Փայլյան Հայաստանի որոշ շրջանակներ մտավախություններ ունեն հատկապես սահմանի բացման մասով անվտանգային առումով Հայաստանը վախենալու բան ունի Եթե սահմանները կոչ մնա վախենալը շատ բաներ ունի Հայաստանը 30 տարի ի վեր մեր սահմանները կոչ է եւ դժբախտաբար մենք ահետներ ապրեցանք Եթե սահմանները բացելը արև դուր գնենք դիպլոմատիկ հարաբերություններ ըլլա եթե տուրիստիկ հարաբերություններ ըլլա ասիգա բիդի պերը հաոտյուն աշխարհակրթության այս վստահ եմ որովհետեւ ինչու Թուրքիա Հունաստանն խնդիրներ ունի չէ ունի բայց սահմանները բաց է արև դուր գա եւ 20 միլիոն տուրիստ գուկա Հունաստանի գազիներուն եւ Թուրքիա գոմից երբ որ նախագահները իրարը գորա մենք կխնդանք ինչու մենք գիտենք որ գրիվ չի բդել որովհետեւ ասիգա երկու գոմնա դի գործունեությունը ասկրևեն եթե Թուրքիան եւ Հայաստանն այս տեսակ դնդեսական դիպլոմատիկ հարաբերությունները ավելցնե եւ այս սահմանները բացվի այս նահապաշտումները պիտի վերջանա եւ այս տեսակ իրարու հետ արևդուր ունելով երկու կողմնալ պիտի ունենա շահեր եւ եթե խնդիր ունենալնալ երկու կողմնալ պիտի գործունեությունը որովհետեւ այդ ջամփաները նեֆտի ջամփաներ դեյթա ջամփաներ կամ շոկագարքի ջամփաներ ասոնք պիտի փերը հաոտյուն եւ աս հաոտյունը մնայուն բիդելը որովհետեւ բոլոր երկրները ունի գորուստներ երբ որ գրիվին եթե հաոտյունը գազմագարբեն մնայուն հաոտյունը գազմագարբեն բոլոր ժողովուրդները պիտի ունենան շահեր ասիգա բիդելը այս գարանտին այս հաոտյան գարանտին Ես ճիշտ եմ հասկանում, որ արդեն փետրվարին սահմանները բացվել են Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար նախնական Հիմա Ես իմացած ան է որ հունվարին այս սահմանը բարեփոխաբար պիտի բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար եթե նախագահ Ալիևը ոչս է անգեհեդ ունալ քանի մի ամիսի մեջ հույս ունիմ որ այս սահմանը գրնա բացվիլ Թուրքիա եւ Հայաստան քաղաքացիների համար Հունվար երբ որ նշում եք հունվար նկատի ունեք որ ձեր այդ ասած հա Թրամփի ուղին եւ այլն ինչ այդ արդեն պատրաստ կլինեն Հիմա Թրամփի ջամփայի համար գարձեմ հունվարին զարգացումներ պիտի տեսնանք եւ ամեն ինչ առաջ միասնապար գրնա շարժիլ Թուրքիա Հայաստան հարաբերությունները գրնա զարգացումներ տեսնանք Հայաստան Ադրբեջան զարգացումները աս ջամփայի գրնա բացվի եւ Թրամփ ջամփայի համար զարգացումը գրնանք նեսա պիտի տեսնանք բարեփոխաբար գարձեմ պիտի տեսնանք եւ ամեն ինչ միասնապար գնա առաջ շարժիլ անդեսակ հույս ունիմ եւ արդուն քիշեր ասոր համար աշխատեմ Վաշինգտոնի մեջ Թուրքիայի մեջ եւ Երևանի մեջ Իսկ դուք ասում եք որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարժվում են առաջ իսկ ինչպես ենք մենք շարժվում առաջ եթե Թուրքիան մինչ օրս չի ընդունել հայոց ցեղասպանությունը Հիմա 110 տարի ի վեր մենք նահաբաշարում ունեինք որովհետեւ Թուրքիա պետք է արարեցվի հայոց ցեղասպանության հետ անգե հետո մենք հարաբերություններ գնանք ունենալ բայց դժբախտաբար մենք շահմոտ ունեցանք ասկե եւ իմ մեծ մայրիկը մերավ առանց արդարության եւ իմ հայրիկս ալ մերավ առանց արդարության եւ չեմ ուզեր որ մեռնիմ առանց արդարության եթե աբակամը չունիս եթե հարաբերություն չունիս եթե թուրը կոչը ինչպես կգնաս երկխոսությունը սկսել անցյալի համար պետք է հիմա գարձեմ պետք է աբակամը ունենալ հարաբերություններ ունենալով թուրը բաց մնալով գարձեմ աբակամը գնանք շինել անգե հետո ավելի թուրին պիտի ըլլա անցյալի համար խոսիլը դժբախտաբար ասիգա մուտ սմերմն է մարդկային իրավունքների համար աշխարհագարքը փոխվեցավ լավ օրերո անգամ մենք արդարություն չգրցանք գտնալ հիմա անգարելի է անիկա բայց մենք արդարություն պետք չէ որ փնտրենք Վաշինգտոնյան, Փարիսյան, Բերլինյան պետք է արդարությունը աստեղ աշխարհակրթության մեջ
պետք է բանջենք եւ երկուսությունով կարծեմ ամեն ինչ ավելի լուրջ միտը Թուրքիան ժողովուրդը հիմա պատրաստ է ասելու քեշ բանար ապրեցանք 1915-ին բայց պատրաստ չէ որ այսօր աննոթն է հասկանություն մենք հալ պետք է աս երկուսությունը սկսենք միասնապար որովհետև 110 տարի իվեր բոլորս գործունեություն հայերնալ ազերնալ թուրքերնալ գործունեություն քուրդերնալ գործունեություն վերցին 50 տարի շատ մեծ ընտրներ կար Թուրքիա եւ քուրդերի հետ հիմա քուրդական հարցի համար հիմա նոր հաղորդման process մը կա այսօր համար արիթի բադոհամ մը կա եթե աբական գշինենք կարծեմ անցյալը համարալ մեր աղետները համարալ խոսիլը ավելի թույլ բիդելը Պարոն Փարյան եւ ասացիք որ հիմա Վաշինգտոնում եք աշխատում հարաբերությունների կարգավորման համար չեք մտածում Թուրքիա վերադառնալու մասին թե Հիմա այս 20-30 տարի Թուրքիա մեջ հոսեցա որովհետեւ հիմա Առաջարկեցի որ Թուրքիա ժողովրդին Թուրքիա նահարարներն նահանգահներն որովհետեւ առաջ շարժե Թուրքիա Հայաստան նորմալիզացիայի համար բայց Թուրքիան նահանգահը օպորտունիստ նահանգահն է եւ մինակ իր շահը գնայ է Անշուշտ բարոն Էրդողանը գրնա ուզել որ աս սահմանը փանալ բայց երբ որ Թրամփը ասավ որ աս պայմանները պետք է ստորակվի Ալիև Փաշինյան եւ Թրամփի հետ անորայավ Այս ճուզեցի որ ասպես տոլա գուզեցի որ Էրդողան Ալիև եւ Փաշինյանը կողքովկալ եւ իրար հետ ստորագրեն բայց դժբախտաբար այս ասորոմար ամերիկացի որբեսի համոզեմ ամերիկայի կառավարությունները որբեսի առաջարկեն Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան որբեսի առաջ շարժեն Բայց հիմա Թրամփը կատալիստ է պարոն Թրամփը նախագահ Թրամփը այս կարծեմ Թրամփ ջամփան կատալիստ մի բիդլա ամեն ինչը առաջ շարժելու համար եւ աստեսակ օգնությունը պետք ունենք այս ասորոմար Վաշինգտոննեմ անշուշտ Թուրքիան գրնամարտալ արդեն Հայաստանն եմ բայց երբ որ այս կատալիստը նով թերը վերջանա անգեհոտո կարծեմ ավելի հիմա թերը պիտի ունենանք որովհետև այս հաղորդությունը մնայուն ընելու համար ամենեն քիչ 5 տարի պետք ունենք եւ շատ երկուսություններ պիտի ունենանք տնտեսության երկուսություններ դիպլոմատիկ երկուսություններ եւ նահապաշարումներ կա արդեն իմացակ նահապաշարումները այս եթե աբակամը միասնապար գնանք շնել կարծեմ հիմա կորձը աս աշխարհակրթության մեջ բդլը երբ որ Թրամփ ջամփան շինվի անգե հետո կորձը աս աշխարհակրթության մեջ պիտի սկսի եւ այսալ բադասանոդություն անելը պատրաստ եմ եւ Գոչ կնեմ, բոլոր հայերս, բոլոր թուրքերը, բոլոր ազերներ պետք է բադասանոդություն անեն։ Պետք չէ որ ցկենք աս բադասանոդությունը մինակ քաղաքական կորզիչները վրա։ Պետք է բոլորս բադասանոդություն ունենք, որովհետեւ աս զարգացումները առաջ շարժեն։